Անշիկ ջան, ախր ասած ժամից շատ ա ուշանում։ Լավ, հեսա կզանգեմ։ Միա ցանգի տես ինչ եղավ։ Ահա։ Ներկա։ Այ ես երտս խփում։ Բարի երեկո։ Բարևանցի առաջ։ Սալնա, հա։ Շատ ցավ։ Հա, ոչինչ կասեմ կներեք։ Պապ, մամ, ծանոթացեք Միկանա ընկերս։ Ես Մարտանն եմ, Անուշիկի մայրը։ Շատ ուրախ եմ ծանոթանալ Միկա ջան։ Ինձ էլ աճ։ Շնորհակալ եմ։ Պապ, Տիգրան ջան, Ոնց եք Տիգրան Ազատիչ։ ես ճանաչում եք իրար։ հա Տիգ, Հա, մեր բուժքրոջ Արմինեի տղան։ Բայ լուրջ, ինչ հետաքրքիր է։ Այդքան էլ չէ։ Համաձայն եմ։ չեմ հասկանում, ինչի եք ձեզ տարօրինակ պահում։ Միկա ջան, ներս արի, նստի։ Միկան ներս արի։ Պապ, ներս հրավերի չես տեսնում, առանց քո հրավերի չի գալիս առաջ։ Բայց չէ ուր ես գնում։ Միկա ջան, ներս արի, մի գնա։ Տիկ ինչ ես անում։ Ինքը գիտի ինչ պիտի անի։ Վայ Միկա, մի րոպե։ Պապա, ինչ արեցիր։ Տիգրան, սենց պետք չէր։ Հավատա, սա ամենաճիշտն էր։ Հա, բայց ինչի համար, ինչ էր քեզ արել։ Անուշի գնա քո սենյակ։ Կհանգստանաս նոր կխոսենք։ Ես չեմ հանգստանա, պարզա։ Անուշիկ ջան, բալես գնա քո սենյակ հանգստացի, հայրդ էլ կհանդարտվի, առավոտյան 3-ով կխոսենք։ Գնա բալես։ Տիգրան, դուրը տեկավ, ես ինչ արեցիր։ Մարթա, այս տղան բանտից նորա դուրս եկել։ Մի քանի ամիս է։ Ու սրապես խուլիգան ես դեռ չեմ տեսել։ Ես ոնց կարա այդ տոնտայի, թողնեի հույսով առաջ գար։ Սիրտս
վկայում էր, որ քո աղջկա միամտությունն ու պարզությունը լավ մարդու չի հանդիպել։ Տիգրան, միգուցե չափազանցնում ես։ Տիգրան, մեր երեխան հո հիմար չի, եթե սիրահարվել է։ Այ հարցն էլ հենց էդ է, որ սիրահարվել է ու չի նկատում ոչինչ։ Չէ, սա ամենաճիշտն էր։ Անուշիկի հետ շատ լուրջ ու խիստ խոսալա պետք։ Զգում էի։ Արա ինչի է իմ հետ ամեն անգամ սենց բաներ լինում, ինչի։ Աննա շատ անհանգիստ եմ, Անուշիկը չզանգեց։ Պետք է լավատես լինենք, Գրիգ։ Իսկ ինձ թվում է Միկային այնքան են հավանել, որ մինչև հիմա զրուցում են։ Ճիշտ ես։ Էդ ավելի հավանական տարբերակ է։ Մեզ մնում է սպասել տեսնել ինչ է լինում։ Ան, ես արդեն գնամ, հա։ Դու պարտքի հանգստացի, կապի մեջ կլինենք։ Ես քեզ կճանապարհեմ։ Անուշիկն է։ Վերցրու, տենանք ինչ է ասում։ Ան ինչ լավ է զանգեցիր։ Ես ու Գրիգը արդեն անհանգստությունից մեռնում էինք։ Մի հատ արագ պատմի տեսնեմ ոնց անցավ հանդիպումը։ Վատ է։ Շատ վատ։ Անուշիկ ինչ ա եղել, որ ես վիճակում ես։ Աննա, պապան համարը դուրս անեց Միկային մեր տնից։ Քիչ էր մնում ասել վերկաց ու դուրս կորից տեղից։ Հա, բայց պապայդ տենց պահվածքը պետք է չէ իր բացատրությունը ունենա։ Ես ոչ մի բան չեմ հասկանում։ Մենակ մի բան եմ հասկանում, որ պապան հիմա 100% մեզ չի թողելու, որ մենք ոչ մի դեպքում իրար հետ լինենք։ Անուշիկ մի հատ հանգստացի, հա։ Դու Միկային բոլորիցս լավ ես ճանաչում։ Ինքը այդքան չի պայքարել, որ հիմա հեշտ ու հանգիստ քեզ բաց թողնի։ Հա, բայց դու էլ իմ պապային ես չէ լավ ճանաչում։ Եթե ինքը մի բան որոշում է, ոչ մեկ ու ոչ մի բան իրան չի կարա հետ կանգնած։ Կուզես գամ մոտդ հիմա ան, խնդրում եմ էլի մենակ մի լացի։ Չէ, ան։ Հիմա ուզում եմ ես մենակ մնամ գլխումս ամեն ինչ խառնվել է իրար, ուզում եմ հասկանամ ինչ անել։ Լավ, այդ դեպքում վաղը համալսարանում կհանդիպենք, խելքի կտանք, կտեսնենք այս հարցին ինչ լուծում ենք տալիս։ Ես չեմ գալու համալսարան։ Ես չգիտեմ Միկայի աչքերի մեջ ոնց եմ նայելու։ Անուշիկ, ախր ոնց կարաս չգաս դասի, քննական շրջան է հիմա։ Ձառանց Միկայի ոչ մի բան չի հետաքրքրում։ Ոչ դաս, ոչ քննությունը, ոչ մի բան։ Լավ, հիմա քնի հանգստացի, վաղ ավելի սթափ ուղեղով կդատես։ Ու խնդրում եմ մի մոռացի, որ մենք քո կողքին ենք։ Դու մենակ չես ան։ Ապրես։ Ամեն ինչ լավ կլինի։ Ծնողներդ հաստատ կընդունեն քո որոշումը։ Քեզ լավ նայ։ Վաղը կխոսենք։ Լավ։ Աննա, ինչ էր լացում Անուշիկը։ Չգիտեմ ոնց հասկացա Միկային չեն հավանել Անուշիկի ծնողները։ Թու, ես տենց էլ գիտեի, որ այդ տղեն մի բան հարամելու է։ Սաղ աշխատանքս ջուրը գցեց։ Լավ էլի դու էլ։ Կոնկրետ բան չասես, թե ինչի են տենց վատ տրամադրված, բայց այն որ Անուշիկը շատ վատ վիճակում էր, այդ հաստատ։ Հեչ լավ չեղավ։ Մենք լրիվ ուրիշ արդյունքի էինք սպասում։ Պետք է Միկայի հետ խոսենք ու հասկանանք ինքը ինչ է մտածում այս հարցի շուրջ։ Ճիշտ ես ասում։ Անարդանուշ է, ես գնամ, մեկը հիմա ոչ մի բան չենք կարա փոխենք։ Վաղ առավոտյան սա հարցերը կլուծենք, հա։ Արի, կճանապարհ։ Անուշ։
Ինչի չէիր ասել ինքը ով է։ Ես չգիտեի, որ իր մաման պապայի մոտ աշխատում։ Բայց չգիտեիր, որ բանտում է եղել։ Կուրսընկերը դա, պիտի հաստատ որ իմանայիր դրա մասին։ Հա գիտեի, բայց հետո ինչ։ Այդ ընդհանրապես հիմար պատմություն է ու թյուրիմացություն է։ Իրան ուղղակի ներքաշել են այդ ամեն ինչի մեջ ու ինքը մեղավոր չի։ Դե բնականաբար տենց պետքա քեզ ներկայացներ։ Մամա ինքը ընդհանրապես 2 ամիս է եղել բանտում։ Անուշիկ հարցը բանտում լինելու տևողությունը չի, այլ պատճառը, թե ինչա բանտում ընդհանրապես հայտնվել։ Դե ես էլ ասում եմ։ Իրան խնդրել են, որ օգնի, որ ինչ որ հարց լուծի, ինքն էլ գնացել է օգնել ու ընկել է այդ պատմության մեջ այդքան բան։ Որ ասում ենք մի ամիտես նեղանում ես, ոնց ցախել կտկերել։ Մամա, եթե չես հավատալու, ուրեմն ոչ մի բան մի ասա ու գնա։ Միկայի մասին էլ մի ասա ոչ մի բան։ Անուշ ջան, դու սիրահարված ես։ Դու չես զգում, դու չես ընդունում, որ նա հարմար չի քեզ։ Ես վատ բան չեմ ասում, ես ուղղակի ասում եմ, որ նա հարմար տեխնացու չի քո համար։ Այսպիսի անցյալով, անորոշ ապագայով, հայրել չունի, չէ՞։ Այդ ինչ կապ ունի։ Մեծ կապ ունի Անուշիկ ջան, տղա երեխայա, հայրական ձեռքը գլխին չի եղել, մորնե չի ենթարկվում։ Խուլիգանի մեկն է, կռվարար։ Չգիտես էլ ինչի է ընդունակ։ Բայց դուք իրանց քիչ ճանաչեցիք էլ։ Հնարավորություն էլ չտվեցիք խոսելու։ Ես վստահ եմ, որ իր հետ խոսայիք, հիմա սենց չէի կանելու։ Ճիշտ ես ասում, հայրս շատ կտրուկ վարվեց, տենց պետք չէր անել։ Բայց խնդրում եմ Անուշ ջան, քանի ուշ չի մտքիցդ հանի, քանի դեռ ամեն ինչը չի խորացել, չի բարդացել, հիմիկվանից մտքիցդ հանի, խնդրում եմ։ Մամ, լուրջ ես խոսում։ Դու իրոք հիմա լուրջ բան ես ինձ ասում։ Հա Անուշիկ ջան, ես երբեք սենց լուրջ չեմ եղել։ Քո կյանքի ու ապագայի հարցն է։ Մենք ոչ մի անգամ պայմաններ չենք դրել քո առջև, դու ազատ մեծացել ես։ Մենք միշտ վստահել ենք քեզ ու պատկերացրու, որ մեր համար կարևորել չի քո ընտրյալը աշխատանք կունենա, սոցիալական վիճակը ոնց կլինի, բայց որ մարդը խուլիգանի մեկն է, դա արդեն մեզ համար անընդունելի է։ Միկան խուլիգան չի։ Լավ վերջացրու, լսի, ես արդեն վախենում եմ։ Այդ տղայից այդ կախվածությունը արդեն վտանգավոր է։ Բայց մամա, կապվածությունը ինչ կապ ունի, եթե մենք իրար սիրում ենք։ Ու ես ահա որ լավ եմ ինձ զգում Միկայի հետ։ Աղջիկ ջան, եթե օրերից մի օր ոստիկանները գան ու ձեռնաշղթաներով տանեն Միկայիդ, այդ ժամանակ էլ լավ կզգաս քեզ։ Միկան տենց բան չի անի։ Վերջացրու Անուշիկ։ Մտքիցդ հանի դրան։ Ես պատկերացնում եմ, եթե այս թեմայով հորդ հետ այսպես խոսես, ինչ կկատարվի։ Լավ, հիմա հանգստացի քնի, վաղ առավոտյան կխոսենք։ Ասում եմ կարող եմ մի քիչ քնես։ Թրիչքդ երկար է։ Բան չկա, ինքնաթիռի մեջ կքնեմ։ Ուզում եմ վայելեմ տղաներիս ներկայությունը։ Չգիտեմ, երբ ենք սենց հավաքվել, հանգիստ խոսել։ Երբեք։ Մենք երբեք չենք նստել իրար հետ ու չենք զրուցել իրար հետ որպես 53 մարդիկ։ Դու միշտ դժգոհ էիր։ Կամ մեկիցս, կամ մյուսիցս։ Կամ երկուսիցս միաժամանակ։ Արտադիր գոռում էիր։ Փորձում էիր մեզ համոզես, որ պետք է անենք այնպես, ինչպես դու ես ուզում։ Միշտ տենց է եղել։ Հնարավոր է թե մենք ժամանակին իրար հետ նստեինք, սենց հանգիստ խոսայինք, հասկանայինք իրար, ամեն ինչ ուրիշ կերպ կլիներ։ Ես ուզում էի դուք սխալներ չանեք։ Ուզում էի առանց ինձ դուք կարողանաք պայքարել ու չպարտվել։ Պայքարելը մենակ չպարտվելը չի, պապ։
Երբեմն պայքարում ու պարտվում ես։ Բայց վստահ ես լինում, որ այդ պարտությունը քեզ պետք էր։ Ավելի շատ բան հասկանալու համար։ Ինչքան եք մեծացել։ Դե լավ։ Հիմա այնպես ենք խոսում, ոնց որ չենք հանդիպելու։ Ես մի խնդրանք ունեմ։ Իրար երբեք մենակ չթողնեք, տղեկ։ Երբեք։ Բաբա, սա դավոնել է մեկն։ Էլ մենակ թողնելը ոնց է լինում։ Հիմա այնպես ես խոսում։ Ինչ, միտքս փոխա։ Ված չէր լինի։ Լավ կլիներ, որ դուք միասին լինեիք, օգնեիք միմյանց, ամեն հարցում։ Հեռավորությունը շատ ծանր բան է, տղերք, շատ ծանր։ Անզորության զգացում է տալիս։ Երբ չես կարողանում օգնել քո հարազատին, ով քո օգնության կարիքն ունի։ Դրա համար ես հիմա գնում, պապ։ Պետք չի, Մաքս։ Եթե պապան որոշել է գնա, ուրեմն մի բան գիտնի։ Կհասկանաք։ Ժամանակը կգա, կհասկանաք։ Վերավ։ Եկեք խմենք մեր մյուս հանդիպման կենացը։ Մամի, սա չեմ ուտում։ Սկսեցիր էլի, Հայկ։ Ասել եմ ուտելու հետ կապած ոչ մի կապրիչ չանես, քեզ վիտամիններ են պետք։ Ու բանջարեղեն պիտի ուտես։ Չեմ սիրում։ Հայ ջան, լսի մոտ։ Արային ինչ ուզում ես։ Ու երբեք մի մտածի, որ ուրիշները ավելի լավ գիտեն, թե քեզ ինչա պետք։ Արսեն, դու խոսում ես 6 տարեկան երեխու հետ։ Լսում ես ինչ ես ասում։ Թող իմանա, որ ինքն է իր կյանքի տերը։ Որ ինքն է պատասխանատու իր ամեն քայլի համար։ Արսեն արդեն չափերը տանցնում ես։ Երեխու գլուխը սենց բաներ լցնելը խելքի մոտ է, հա։ Որ Արսենն ասում է, տենց էլ կանեմ։ Արի գնանք քնի, հա, եթե չես ուտում։ Ինչ եք երեխուն խափում։ Ինչ եք ուզում, որ մեր բոլորի պես լինի։ Որ հիասթափվի ու կոտրվի։ Իրան պետք չէ ձեր հորինած աշխարհը։ Լավ կլինի պատրաստեք իրականությանը։ Հայկը ազնիվ մարդ կմեծանա։ Իրականությունը ճիշտ գնահատող ու իրերին ռեալ նայող։ Ոչ ոք այդ երեխու գլուխը հեքիաթներ չի լցնում։ Ուղղակի ինքը փոքր է այն ամեն ինչի համար, ինչը դու ես ասում։ Ասում ես իրականության մեջ կապրի, ռեալիստ կլինի։ Դուք ես տարիքից արդեն սովորացնում եք, որ իրանից լավ գիտեք, թե իրան ինչա պետք։ Երեխան ասում է բանջարեղեն չեմ սիրում։ Բայց ամեն օր նույն պատմությունն է, ինքը ասում է զզվում եմ, իսկ դուք ստիպում եք։ Ոստեղ հարցը բանջարեղենը չի։ Ստեղ հարցը երևույթն է։ Հայկը շատ փոքր է, որպեսզի հասկանա ինչն է իրան օգտակար, ինչը չէ։ Ու տենց մինչև 20 տարեկան, հետո 30։
Այնքան ինչքան դուք մտածեք, որ ավելի լավ գիտեք։ Իսկ ինքը ամբողջ կյանքում կմտածի, որ ի վիճակի չի ճիշտ որոշումներ կայացնել։ Ոնց որ ես։ Ես քեզ երբեք չեմ սահմանափակել։ Սահմանափակել ես։ Ուղղակի ինձ նրբորեն ես արել, որ ես չեմ զգացել։ Աղջկան ստիպել ես, որ իմ հետ լինի, իմ հետ նշանվի։ Այդ սահմանափակումներ չէին։ Թե դու տենց մտածել ես, որ մենակ Էլենին է սահմանների մեջ դնում։ Չէ, բա։ Տենց առաջին հերթին ինձ է սահմանափակել։ Ու մի խապեք երեխուն, որ ինքնուրույն տղա է մեծանալու։ Դուք ի վիճակի չեք մարդուն բաց թողնելու։ Եվան քեզ այնց բեթար է, քո ավելի վատ տեսակն է։ Ինքը ամբողջ կյանքը ձեռքը Հայկի գլխին է պահելու։ Երեխա կունենաս, հետո կհասկանաս։ Հետո հերիք է այդ դժգոհ դեմքով նստես։ Վերջապես բոլորս միասին ընտրում ենք։ Բոլորով։ Մենք էլ երբեք բոլորով չենք լինի։ Այդ մեջ միշտ պակասող մարդ կա։ Այդ պակասը ես քեզանից ավելի շատ եմ զգում։ Քեզ ինչի է թվում, որ իմ սիրտը չի ցավում, հա՞։ Արսեն սթափվի, խելքի արի։ Դու գնում ես դեպի կործանում։ Ու ես չեմ կարողանում կողքից լուռ նայեմ։ Նորույթ շուկայում ջինջ մրգողիներ արտադրված միայն մրգերից։ Ասենք շնորհավոր։ Բիկա։ Մի րոպե, սպասի, մի րոպե, ինչ ես անում, ինչ ա եղել։ Թողել Լիզա։ Ինչ ա եղել։ Դու պետք է լավ տրամադրությամբ գայիր, գնացել ես Անուշիկեն տուն, ծանոթացել ես իր ծնողների հետ, ամեն ինչ պաշտոնապես հաստատվել է։ Իմ կյանքում պաշտոնապես մի բանն է հաստատվել, որ ես կատարյալ լապուշ եմ ու անհաջողակ։ Պարզ է, չեն հավանել քեզ։ Լիզա հարցեր մի տուրել է։ Իսկ կլինի հարցեր տալու փոխարեն մի հատ լավ չափալեղ տամ քեզ։ Կյանքը արդեն տվել է։ Պատմելու ես ինչ ա եղել, թե սենց նստելու ենք դարդանենք։ Կպատմեմ, բայց այսօր չէ, այսօր արի դարդանենք։ Լավ։ Անուշիկ ինչ ա մտածում։ Չգիտեմ։ Բա դու։ Ես էլ։ Գիտես չէ, որ աշխարհի վերջը չի։ Բայց նես կուզեի աշխարհի վերջը լիներ։
Բոլոր մարդիկ վերանային, մնայինք ես ու Անուշիկը։ Ես էլ վերանայի, հա։ Չէ, դու էլ կարայիր լինեիր։ Մենք էլ մի քանի հոգի։ Լավ պրծանք։ Լիզ, ուզում եմ հասկանամ, մարդ ինչքան պետք է ապրի, որ իր անցյալի վատ քայլերը մոռացվեն։ Շատ սխալ մարդու ես հարցնում։ Նենց է, որ ես մինչև հիմա իմ ճակատի վրա տեսնում եմ գրված իմ անցյալը։ Աստորեն չի մոռացվի։ Դե չէ, քեզ սիրողները կմոռանան, բայց եթե դրանից հետո համը չհանես։ Լիզ, ես ով էի вообще, որ մտածում էի, որ իմ կողքը կարա լինի նորմալ ընտանիքից նորմալ աղջիկ։ Բայց ոնց որ չափալախի ժամանակն է։ Լեցրա էլի։ Ուզում եմ խմենք մեր հետաքրքիր կյանքի կենաց։ Որովհետև մենք աշխարհի ամենաանկեղծ մարդիկ ենք, բայց դրան ոչ մեկ չի հավատում։ Մաքս, ինչի՞ է տեսքդ սենց հոգնած։ Չեմ կնե գիշերը։ Ինչի՞։ Պապային ճանապարհեցի Անգլիա։ Բարձա։ Ուրախ ես, չէ՞։ Հիմա հանգիստ կլինես։ Էլ չեք հանդիպի։ Մաքս, ես գիտեմ, որ դու չէիր ուզում պապատ գնա։ Ես էլ գիտեմ, որ դու էլ երազում ես, որ պապան գնա։ Հի։ Լսի չեմ հասկանում, ինչի ես հետս սենց խոսում։ Ընդհանրապես ազնիվ չես։ Ես պապայիդ ասել եմ գնա, հա։ Էլ եմ որովհետև։ Էլեն, գնացինք։ Շուտ արագ։ Ուր։ Տղեկ ինչ ա եղել։ Գնանք այդ շորերը ընտրենք արդեն։ Հա, հիմա։ Այսը Սառան ու Մարիամն են գալիս, ճանապարհին են մոռացել եք։ Գալու են այնքան հարստան ուր է գնում, ինչ եք անում։ Գնանք շուտ անենք, էլի։ Հա, շուտ։ Այ, հա, հասկացա գնացինք։ Գնացեք, այստեղ գործ չկա անելու, ոչ մի բան չկա, չէ՞ անելու։ Գնացեք թիթեռ նկարեք։ Լավ, վայ ախպեր, հեսա 2 ժամից գալիս ենք։ Մաքս միջև աղջիկները կան, գործ անեք, բան անեք, զբաղվեք մի բանով, մենք կգանք, էլի։ Հա, շուտ կգանք։ Դոնե համոզել սա ոտի, չես են չի լինի։ Բարև ձեզ։ Բարև Աննա ջան, ինչ լավ եկարներ Սարի։ Ոնց է Անուշիկը։ Ոնց պիտի լինի, փակվել է իր սենյակում, ես էլ հիմա վախենում եմ իրան մենակ թողնեմ ու գնամ աշխատանքի։ Դուք մի անհանգստացեք, հա, ես կմնամ իր մոտ, հանգիստ գնացեք ձեր գործերին։ Ոյ ապրես աղջիկ ջան։ Կասեք ինչ ա եղել երեկ։ Կասեմ Աննա ջան, մենակ հո ոտքի վրա այսքան չենք կանգնի, դու ներս մտի գազօջախին բան կա դրած, անջատեմ կամ։ Աննա ջան, ըստ ինչ որ բան կուզես։ Չէ։ Ուղղակի երեկ որ խոսեցի Անուշիկի հետ այնքան վատ վիճակում էր, այսօր չէի կարող չգալ։
Ես չգիտեմ մեզ ինչ է սպասվում։ Գնամ հիվանդանոց Տիգրանի հետ էլ խոսեմ, հասկանամ ինքը ինչ է մտածում։ Ախր սենց չի կարող շարունակվել։ Այս երեխան ոչ մի բան չի ուտում, մեզ հետ չի ուզում խոսել։ Ես շատ եմ վախենում իր համար։ Լավ, ես հիմա կգնամ Անուշիկի մոտ, դուք ինչ-որ բան բերեք ուտելու։ Կհամոզեմ կուտի, կարծում եմ ինձ կլսի։ Շնորհակալ եմ Աննա ջան, որ իր կողքին ես։ Նախաճաշ արդեն պատրաստ է, ես հեսա կբերեմ։ Ան, ես հիմա հանգիստ գնամ, չէ, ուշադիր կլինես։ Հա, հանգիստ եղեք, ամեն ինչ լավ կլինի։ Եթե ինչ-որ բանի անհրաժեշտություն լինի, անպայման ինձ կզանգես։ Լավ։ Հա, իհարկե։ Դե դուք գնացեք ձեր գործերով, ես ինչքան պետք լինի կմնամ Անուշիկի մոտ, լավ։ Լավ։ Ապրես աղջիկս։ Դու խոսի, թող կիսվի, հանգստանա։ Հիմա ամենաշատը քո կարիքն ունի ինքը։ Հա, իհարկե, ամեն ինչ կանեմ, որ գոնե մի փոքր դուրս գա այս վատ վիճակից։ Ամենայն դեպս ինձնից ինչ հասնում է կանեմ, դուք հանգիստ եղեք։ Ոյ, ապրես աղջիկս, լավ ես ուշանում եմ գնամ։ Հա, գնացեք։ Մամա, ես ոչ մի բան ոչ ուզում եմ ուտեմ, ոչ լսեմ, ոչ էլ խոսեմ, հանգիստ թողեք ինձ։ Դուք ձեր ուզածին հասեք, հիմա ինչ եք ուզում, թողեք հանգիստ մնամ էլի։ Իսկ եթե ես եմ հյուր եկել, Անուշիկ, լացի էլի։ Անուշիկ, ես եկել եմ, որ քո կողքին լինեմ, որ հասկանանք ոնց ենք այս խնդիրը լուծում։ Ես մտավախություն ունեի, որ իմ ծնողները Միկային չեն ընդունելու, բայց որ ամեն ինչ այսքան կբարթանա, ես չէի պատկերացնում։ Հա, բայց ինչ են ասում, ինչի են դեմ ձեր հարաբերություններին։ Պարզվում է պապան ամեն ինչ գիտի Միկայի անցյալի մասին, գիտի, որ ինքը բանտ է նստել։ Իա մաման ու իմ ծնողները մի հիվանդանոցում են աշխատում։ Այ քեզ սուգադիպություն։ Պապան ոչ մի բան չի ուզում լսի։ Ինքը դեմ է ու վերջ, չէր ուզում լսի կամ հասկանա ինձ։ Հա, բայց դու գիտես չէ, որ յուրաքանչյուր ծնող իր երեխու համար լավագույնն է ուզում։ Պետք չի, որ դու հիմա տենց վատ տրամադրվես։ Իմ լավ ուզելով է ինձ իրաց տղայի հետ նենց խոսացել, որ իրա փոխարեն ես գետին եմ ուտել։ Հա, բայց դու էլ փորձի իրանց դրության մեջ մտնես, ան, հասկանաս, որ ինչ հասկանամ, Աննա, որ իրանց բացարձակ չի հետաքրքրում իմ ներսում ինչ է կատարվում կամ ես ինչ եմ զգում։ Չէ, հասկանաս, որ իրանց համար էլ էր անսպասելի։ Իրանք հո սենց շրջադարձի չէին սպասում։ Ան, պապատ Միկային չի ճանաչում։ Ինքը գիտի, որ ընդամենը բանտում է եղել։ Իսկ այդ արդեն հերիք է մարդու մասին վատ կարծիք կազմելու համար։ Բա հիմա ինչ անեմ։ Ոնց այս ամեն ինչը վերջանալու։ Պիտի համբերատար լինես, Անուշիկ, ժամանակ է պետք։ Այ որ պապատ մի քիչ ավելի երկար շփվի Միկայի հետ, կհասկանա, որ սխալվել է, որ մարդուն մենակ անցյալով չեն դատում, ու այդ ժամանակ հաստատ ամեն ինչ լավ կլինի։ Պապան ընդհանրապես ոչ մի բան չի ուզում լսի։ Գիտես ինձ ինչ ասեց։ Ասեց ընդհանրապես մոռացի, որ դու տենց մարդու ճանաչում ես։ Դու մի բան պիտի լավ իմանաս։ Սիրող մարդիկ դժվարությունների միջով են անցնում, պայքարում են, ապացուցում են, որ իրանց սերը ամեն ինչից վեր է, ոչ թե միանգամից հիասթափվում են ու կոտրվում։ Իսկ դու հիմա հիասթափվել ես։ Բայց ես մտածում եմ, որ այդ Միկան կարող է չուզի։ Ախր ինքնասիրությունը չի ների, որ ինքը էլ իմ հետ լինի։ Դու Միկայի համար առաջին տեղում ես։ Ինչ էլ լինի, Միկան քեզնից չի հրաժարվի։ Ուղղակի պետքա վստահ լինի, որ ինքը այս պայքարում մենակ չի, դու իրա հետ ես, իրա կողքին ես։ Բա ինչի չի զանգել։ Ինչ գնացել եմ, մենք իրար հետ չենք խոսացել ընդհանրապես։ Չնայած ես գիտեմ։ Երևի հիմա ընդհանրապես իմ դեմքն էլ չի ուզում տեսնել։ Ուղղակի չի ուզեցել քեզ վատ դրության մեջ դնի։ Դե գիտի, որ ծնողներդ խոսել են քեզ վրա, կոնֆլիկտ ա եղել։ Ավելի լարված իրավիճակ չստեղծելու համար չի զանգել։ Կլինի երևակայությանը զոր չտաս։ Աննա, եթե պետք լինի, ես Միկայի հետ կփախնեմ։ Կգնամ ուր որ ասի, մենակ իմանամ, որ ոչ մեկ ու ոչ մի բան մեզ չի բաժանելու։
Լավ դե Անուշիկ, դու արդեն քեզ լրիվ կինոյի աղջիկա դերում ես զգում։ Այ կտեսնես, որ դրա կարիքը չի լինի։ Ամեն ինչ կհարթվի։ Բոլորդ կհասկանաք իրար։ Որովհետև ծերոնք կհասկանան, որ իրանց պոնչիկի երջանկությունից կարևոր բան չկա այս աշխարհում։ Երանի ամեն ինչ քո ասածով լինի։ Իսկ գիտես, երբ իմ ասածով կլինի։ Դու մենակ ասա։ Ես ամեն ինչի պատրաստ եմ մենակ թե քո ասածով լինի։ Հաստատ։ Մել կասկածի։ Լավ։ Շատ ավելի լավ։ Հիմա սա ուտում ես, սկսում ես լավ բաների մասին մտածել ու դրանք իրականանում են։ Ոնո լավ էլի։ Վերջ։ Նոր խոսացինք չէ։ Այս քեզ։ Բարև ձեզ։ Ո՞նց եք։ Ոնց պիտի լինեմ Գրիգ ջան։ Չգիտեմ երեք ինչ է կատարվել Միկայի հետ, որ տենց անտրամադիր է։ Վայ, մի անհանգստացեք, ամեն ինչ լավ կլինի։ Դու էլ չգիտես ինչ է եղել։ Չէ, բայց կպարզեմ։ Ինչ լավ է որ եկար Գրիգ ջան։ Քեզ հետ կարող է կիսվի։ Ինձ որ ոչ մի բան չի ասում։ Դուք աշխատանքի չեք։ Արդեն ուշանում եմ։ Բուժքույրերից մեկի խնդրել եմ, որ իմ տեղը հերթափոխի։ Դե գիտես, Միկային չէի կարող սենց թողնել։ Լավ, ուզում եք դուք հանգիստ եղեք, ես կգնամ Միկայի մոտ, ինչով էլ կարողանամ կօգնեմ։ Լավ, ապրես Գրիգ ջան, դե մենակ չթողնես, լավ։ Դե լավ, ես գնամ Միկայի մոտ, դուք էլ գնացեք աշխատանքի, որ ավելորդ խոսակցություններ չգան։ Լավ, ապրես դրես։ Հաջողություն։ Եկել ես աղբորդ մխիթարես։ Միկա, ինչ ա եղել երեք Անուշիկենց տանը։ Աղբերս, ինչ կատարվել է մի քանի ամիս առաջ է կատարվել։ Ես չէի հավատում, որ կյանքը ինձ սենց անակնկալ կբերի։ Ինչ անակնկալ, ինչ ես խոսում։ Ինչի պետք է Անուշիկ այդ մարդու աղջիկը լիներ։ Որ ես տենց զուգադիպություն մենակ կինոների մեջ եմ տեսել։ Ինչ մարդու աղջիկ Միկա։ Մի րոպե, եթե այդ եղել է մի քանի ամիս առաջ, այդ նշանակում է, որ դու ճանաչում ես Անուշիկի պապային։ Այսինքն ձեր մեջ ինչ-որ խնդիր է եղել, հա։ Գրիգորի ջան, աղբերական հարցեր մի տուր, եթե ուզում ես օգնես նստի ու խմի հետս։ Դե չէ, Միկա, խմելով հիմա հարց չենք կարա լուծենք։ Արի նստենք, հասկանանք, գլուխ գլխի տանք, թե ոնց ենք դուրս գալու այս իրավիճակից։ Ապեր, այս իրավիճակից դուրս գալու ընդհանրապես ձև չկա։ Ես զարմանում եի, ասում եի, ինչի պետք է աշխարհի ամենալավ աղջիկը իմ կողքը լինի։ Միկա, ինչ ես ցնցի հաստատված։ Որովհետև ցավոտ անգեր։ Ցավոտը երբ երջանկությունդ նոր ես գտնում ու կյանքը նենց հարված ասում, որ դու միանգամից կորցնում ես այդ երջանկությունը։ Չես հասցնում վայելես։ Որովհետև այս կյանքը քեզ ասում է դու ով ես որ երջանիկ լինես։ Կամ այդ ապագայի վրա ինչ պլաններ ես կառուցել։ Միկա, տենց մի ասա, դու հեշտ հանձնվողներից ես։ Դու այդքան չես պայքարել քո սիրո համար, որ հիմա հետ կանգնես։ Ընկեր, ես ուղղակի թափ եմ դատում։ Ոչ մեկ չի թողի, որ ես Անուշիկի հետ երջանիկ լինեմ։ Ամեն ինչ վերջացած է, վերջ։ Ոչ մի բան էլ վերջացած չի։ Եթե դու տենց չուզես։ Ախպերս հանգամանքները մեկ-մեկ ավելի ուժեղ են գտնվում, քան մեր կառուցած պլանները, հասկանում ես։ Կյանքում լինում են բաներ, որ դու անում ես ու չես հասկանում, պետք է այդ անել թե չէ։ Համաձայն չեմ, Միկա։ Դու ուղղակի իրավունք չունես կես ճանապարհից մենակ թողնես քո սիրած մարդուն։ Այդ էգոիստի քայլ է։ Ես հիմա համոզված եմ, որ Անուշիկը այնտեղ քեզանից ավելի շատ է տառապում ու տանջվում։ Խեղճ պոնչիս երևի հիմա այնքան նեղն են գցել, երևի ասում են մոռացի այդ Միկային։ Միկա, Անուշիկը քո պես չի։ Ինքը հեշտ հանձնվողներից չի։ Համել հիմա ինքը Աննայի հետ է։ Հեսա կզանգենք կտեսնենք ինչա ոնց է։
Բալավ Գրիգորի, ասենք ինչի պետք է իմ այդ sense բան լիներ։ Ինչի պետք է ուրախությունս այսքան կարճ տևեր։ Միկա, ապա ինձ թվում էր թե Անուշիկը իմ կողքը ամենաերջանիկն է լինելու։ Ու տենց էլ կա։ Հա, եթե տենց լիներ, Անուշիկը իմ պատճառով հիմա չէր լացի։ Սպասի սակկամ։ Խմի, որ հասկանաս ինձ։ Ես քեզ հասկանում եմ, Միկա, բայց դու էլ պետք է հասկանաս, որ կյանքում ոչ մի բան հեշտ չի տրվում։ Ու ինչ արժեք ունի քո սերը, եթե առաջին իսկ հանդիպած խոչընդոտից պետք է հետ կանգնես քո որոշումից։ Լավ խորհուրդներ ես տալիս ախպեր։ Բայց հավատա իմ այդ խորհուրդները դեռ չեն օգնում ինձ։ Դե հերիք այլ է անդադ նույն բաները կրկնես։ Եթե դու ուզում ես ինչ-որ մի բանի հասնես, ուրեմն հաստատ կհասնես։ Ես քո մեջքին կանգնած եմ, չկասկածես։ Ես չեմ հասկանում, դու հոգնած չես, ինչ ես եկել, ես էլ չեմ զանգում, մտածում եմ քնած ես։ Ման խոսելու բան կա։ Ասա լսում։ Արտոմ Մաքսիմիչը։ Լիզա, ինձ Արտոմ Մաքսիմիչը չի հետաքրքրում ընդհանրապես, խնդրում եմ, հա, ոչ մի բան չասես, եկել է, ինչ է ասել, ինչ չի ասել, չի հետաքրքրում ինձ։ Գիշերը մեկնել է։ Մաքսն ու Դավիթը տարել ճանապարհել են։ Այս գիշեր։ Ահա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչով կարող եմ ձեզ օգնել։ Մենք հարցից գեստ ենք փնտրում։ Շատ լավ, մեզ մոտ լայն տեսականի կա։ Հա, ուղղակի մեզ 2 գեստ է պետք։ Ձեզ համար։ Չէ, իրանց։ Այս կսազի Մարիամիկին։ Բայց խի Մարիամիկին է, նա սառեն կսազի։ Մեռա, Իրենք են համուսնանում։ Դուք տենց մի նայեք, իրանք բավականին լուրջ տղաներ են։ Ասեք, տեսնենք դուք ինչ լավ նորություն եք բերել։ Մենք լիքը լավ նորություններ ենք բերել։ Բայց մենք երեքս իրար հետ չենք եղել։ Մենք մուտքի մոտ հանդիպեցինք ու ներս մտանք օֆիս։ Միկա, դու չես հասկանում ինչ խնդիրների առաջ ես կանգնում։ Գոնե մորդ մասին մտածի։ Դու շատ լավ գիտես, որ ես ոչ մի բանից չեմ վախենում, ով ուզում է լինի։ Ինձ մենակ հետաքրքիր է Անուշիկը ինչ է մտածում։ Եթե ինքը իմ հետ եղավ, ես կյանքում ոչ մեկի առաջ ծնկի չեմ գա, այդ լավ հիշեք։ Գնա երեխուն բեր, ես խոստանում եմ, մենք կլինենք իդեալական ընտանիք։ Լավ, կգնամ։ Բայց երեխուն հետ չեմ բերել ուստեղ։ Կամ կլինես մեր հետ ընդմիշտ, կամ չես լինի երբեք։